Որ այլևս անիմաստ է, իսկապես անիմաստ է, որևէ խաղաղ ճանապարհով փորձել արդյունքի հասնել եւ ըստ այդմ կազմակերպեցինք այս հատուկ գործողությունը։ Շիրայր Սեֆիլյանը դրանից բացարձակապես տեղյակ չի եղել։ Մենք նրան չենք տեղեկացրել, որոշել ենք, որ նրան չենք տեղեկացնելու, անգամ ուղղակի վերջում չենք ասել, որ մենք այսպիսի բան ենք անում, նա տեղյակ չի։ Դրա համար դա անակնկալ է եղել։ Բայց այս տարբերակը երբևէ քննարկվել է այս ճանապարհով գնալը եւ այդ ժամանակ Սեֆիլյանի ներկայությամբ Սեր Սարգսյանի հրաժարական դեպքում եք տեսնում դա որոշի ժողովուրդը, ես չեմ կարող ասել։ Նախ մենք պատկերացնում ենք անցումային փուլ, որի ընթացքում պետք է լինի ժամանակավոր կառավարում, ժողովրդի վստահության կառավարության միջոցով այդ ընթացքում պետք է ձևավորվեն համապատասխան քաղաքական ինստիտուտներ, այսինքն սկզբում նախմշակվի եւ ընդունվի նոր սահմանադրություն, ձևավորվեն համապատասխան քաղաքական ինստիտուտներ, այդ թվում վերագրանցվեն կամ ձևավորվեն նոր կուսակցություններ, բնականաբար այդ ամենը պետք է ուղեկցվի քաղաքական, տնտեսական, գործակալական լյուստրացիաներով, նոր միայն դրանից հետո նոր սահմանադրության հիման վրա տեղի ունենան ժողովրդավարական ընտրություններ։ Այդ մեխանիզմը բավարար է արտաքին վտանգներից խուսափելու համար այդ ժամանակաշրջանում, արտաքին վտանգի հետ դա կապ չունի։ Արտաքին վտանգի հետ դա կապ չունի։ Չէ, հիմնական մտավախությունը եւ հիմնավորումներն այն է, որ պետության ներուժի կոնսոլիդացիա է լինելու անցումային կառավարման ժամանակ։ Այդպիսի փուլում պետությունը ավելի ուժեղ է։ Պարոն Ավետիսյան, ներողություն կներեք, գուցե այս հարցը տվել է, ես չգիտեմ, ձեզ խաբել են։ Այո։ Ինչպես դա արտահայտվեց։ Շատ սովորական, ինտերնետ չկա, ուղիղ հեռարձակում չկա։ ոչ թե Դուք այդ պայմանով եք բաց թողել։ Դուք այդ պայմանով եք բաց թողել։ Չէ, իրենք խոստացան, որ լինելու է։ Դա մեր հիմնական պայմանն էր, որ լինելու է ինտերնետ եւ ուղիղ հեռարձակում։ Ինչպես ստացվեց, որ վերջին երկու պատանդին ավելի շուտ բաց թողեցիք, քան իրենք իրենց պայմանավորվածությունը։ Ես արդեն ասացի, որ մենք անջատեցինք առաջացած քաղաքական համատեքստից, մեր կամքից անկախ ոստիկանների մեր մոտ գտնվելու բաղադրիչով այդ համատեքստից, այդ բաղադրիչը անջատեցինք, տեղափոխեցինք մարդասիրության համատեքստ եւ այդ համատեքստի մեջ ձգտեցինք լուծում տալ այդ խնդրին եւ լուծում տվեցինք։ Բոլոր դեպքերում մեր մոտ գտնվող ոստիկանների ազատ արձակումը եղել է մեր նախաձեռնությամբ եւ մենք ենք դա արել։ ԱԱԾ-ի տարածած ստահոդ լուրերը, որ իրենց օպերատիվ, հետախուզական եւ այլն հաջողվեց նրանց ազատ արձակել, խնդրեմ, տեսեք կոտրված դարպաս եւ գրաված գունդը։ ԱԱԾ գոյություն չունի, չկա այդպիսի կառույց, դա բերիական համակարգի սերժիկական տարբերակով մնացորդ է, որը իր վերջին շնչում է գտնվում։ Առհասարակ կոչ եմ անում այս ժողովրդին հասկանալ, որ համակարգ չկա այլևս, մահացած է համակարգը։ Խնդրեմ, համակարգի գլխավոր հանգույցը մահակային գոյություն չունի։ Մի խումբ մարդիկ այն գրավել են եւ պետություն կոչվածը ունենալով ահռելի մեր համեմատությամբ ուժեր ի վիճակի չէ քայլ կատարելու։ Իսկ ինչու ի վիճակի չէ քայլ կատարելու, որովհետեւ չկան նրանցից 3-4 անգամ ավելի շատ թվով ծառայողներ, ովքեր պատրաստ են Սերժիկի գահի համար իրենց կյանքը վտանգելու։ Մենք պատրաստ ենք մինչև վերջ կանգնելու, մեր կյանքը զոհելու, բայց ոչ մեկը պատրաստ չէ, ոչ մեկը պատրաստ չէ համակարգի կողմից իր կյանքը զոհելու հանուն Սերժիկի։ Ահա այս է։ Այս է տարբերությունը, խանգարում եք ինձ։ Այս է տարբերությունը, որ ռեժիմը հայտնվել է այսպիսի փակողային վիճակում։ Դուք երբ որ բռնեցիք, այսինքն երբ որ այսպես ասած մարդկանց պահեցիք գեներալին եւ գնդապետին, ասեք որ սա մեզ համար երաշխիք է։ Հիմա երբ որ այդ երաշխիքը չկա, շտուրմի դեպքում Հավանականությունը մեծանում է անշուշտ, մանավանդ մենք տեսնում ենք, որ ուղիղ կապը մեր պահանջով չի ապահովում, մեզ խաբել են, հիմնական պահանջը չի կատարվել, այդքան էլ չէինք հավատում ճիշտ ասած նրանց, որ իրենց խոստումը կպահեն, բայց մենք ունենք լրացուցիչ երաշխիքներ եւ հիմնական երաշխիքը մեր ժողովուրդն է, մեր ժողովրդի արդեն բարձրացող շարժումն է։ Օրեր առաջ չկար, դա դեռ սաղմնային վիճակում էր, հիմա բավականաչափ արդեն process կա եւ մենք հասկանում ենք, որ քանի դեռ մեր ժողովուրդը կանգնած է, դրա հավանականությունը հետզհետե մարում է։ Այսօր, եթե մեզանից թեկուզ մեկին սպանեն, դրա տակից Սերժ Սարգսյանը դուրս չի գալու։ Նրա վախճանը լինելու է քադաֆիական։ Եվ մի հարցել
Եվ մի հարց է։ Ռուսերեն մի հատ հարց տանել, լուգիսից։ Можно вот буквально, а то мы вообще...